Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Պուտինը դեմ առ դեմ հանդիպումից հրաժարվել է, Զելենսկին զայրացել է, Թրամփն էլ խնդրի լուծումը տեսնում է միայն իր միջոցով։ Գերագույն դատարանը պահպանում է արգելքը Թրամփի հրամանագրի վրա, բայց նաև հավանական է, որ այն տարածվի որոշ նահանգներում։ Սենատում մերժում են Էլ Սալվադորի արտաքսումների թափանցիկության պահանջը, հանրապետականները արգելափակում են դեմոկրատների բանաձևը։ Ամերիկյան հսկա United Health-ը քրեական քննության կենտրոնում, Արդարադատության նախարարությունը հետաքննում է հնարավոր խարդախություն Medicare ծրագրում։ Մահապատժի ենթարկված Կազանովա մարդասպանը վերջին խոսքում գովել է Թրամփին։ Թիֆանի Սլեյթոնը 3 շաբաթ անհետ կորած համարվելուց հետո գտնվել է Կալիֆոռնիայի Սիերա Լեռներում։ Թրամփը Իրանի հետ միջուկային գործարքի շեմին, բայց սպառնում է նաև հարվածներով։ Քաթարից հետո էլ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ պարգևատրվել է Զայեդի շքանշանով։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ անձամբ, փոխարենը Մոսկվան Ստամբուլ է ուղարկել ստորադաս պատվիրակություն բանակցություններին մասնակցելու համար։ Զելենսկին, որը գտնվել է Անկարայում, հանդիպումը անվանել է դեկորատիվ եւ նշել է, որ Պուտինի որոշումը վկայում է, որ նա լուրջ չէ պատերազմի ավարտի հարցում։ Զելենսկու խոսքով սա ոչ միայն անարգալից վերաբերմունք է Ուկրաինայի, այլև միջնորդ հանդիսացող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ։ Կարծում եմ, եւ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան նույնպես զգում են այդ անպատիվ վերաբերմունքը, ոչ օրակարգ կապ, ոչ բարձր մակարդակի պատվիրակություն, սա անձնական, անհարգալից վերաբերմունք է։ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ ինքը չի լինի Ստամբուլում բանակցություններին, սակայն ուղարկելու է պատվիրակություն իր պաշտպանության նախարարի գլխավորությամբ, ովքեր լիազորված կլինեն քննարկել հրադադարի հնարավորությունները։ Ռուսաստանը հայտարարել է, որ իր պատվիրակությունն արդեն Ստամբուլում է եւ պատրաստ է լուրջ աշխատանքին, մեղադրելով Կիևին ցուցադրական ներկայացում կազմակերպելու մեջ։ Բանակցությունները նոր հարված են ստացել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Վերջինս ասել է, որ խաղաղության գործընթացում առաջընթաց չի լինի, քանի դեռ ինքը եւ Պուտինը անձամբ չեն հանդիպել։ Ես ոչինչ չգիտեմ պատվիրակության մասին, նույնիսկ չեմ ստուգել։ Տեսեք, ոչինչ չի լինի, մինչև Պուտինն ու ես չնստենք միասին։ Նա պետք է գար, բայց որոշեց չգալի, երբ հասկացավ, որ ես չեմ գնալու։ Իսկ եթե ես չգնայի, նա էլ չէր գնալու։ Եվ ուզում եք թե ոչ, ոչինչ չի առաջ շարժվելու, մինչև մենք չհանդիպենք։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է ասել, արդյոք Պուտինը կմասնակցի ապագա բանակցություններին, թե ոչ։ Մինչև այդ կողմերը ամիսներ շարունակ վիճում էին հրադադարի եւ բանակցությունների պայմանների շուրջ։ Ուկրաինա-Ռուսաստան վերջին ուղիղ բանակցությունները կայացել են 2022 թվականի մարտին։ Այս պատերազմը Եվրոպայի ամենաարյունալի հակամարտությունն է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Վերջին 2 տարիներին երկու կողմում էլ 100 հազարավոր մարդիկ են զոհվել կամ վիրավորվել։ Միացյալ Նահանգները վերջերս սկսել է արդեն զգուշացնել, որ կդադարեցնի իր միջնորդական ջանքերը, եթե խաղաղ գործընթացում հստակ առաջընթաց չգրանցվի։ Գերագույն դատարանը ակնարկել է, որ պատրաստ է պահպանել ժամանակավոր արգելքը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն որոշման դեմ, որով կզրկվեին քաղաքացիությունից այն երեխաները, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում, իրենց ծնողների ապօրինի կամ ժամանակավոր ներկայության պայմաններում։ Միևնույն ժամանակ դատարանը պատրաստվում է ուսումնասիրել երկրի մասշտաբով կիրառվող արգելքի սահմանափակման հնարավորությունը։ Սա նշանակում է, որ որոշ նահանգներում այդուամենայնիվ Գերագույն դատարանը կարող է որոշել, որ այն պետք է արգելվի։ Այս փուլում Գերագույն դատարանը դեռևս չի քննում հրամանագրի սահմանադրականությունը։ Միացյալ Նահանգները միակ երկիրն է աշխարհում, որը սա անում է, ինչու ոչ ոք չգիտի, գրել էր Թրամփը True Social հարթակում։ Իրականությունը այլ է։ Միացյալ Նահանգները միակ երկիրը չէ։ Ըստ կենտրոնական հետախուզության վարչության World Factbook-ի կոնգրեսի գրադարանի տվյալների, աշխարհում առնվազն 30 երկիր ունի ծննդով քաղաքացիություն։ Միացյալ Նահանգներում ըստ Սահմանադրության 14-րդ փոփոխության քաղաքացի է համարվում ցանկացած մարդ, ով ծնվել է Միացյալ Նահանգներում եւ գտնվում է դրա իրավասության ներքո։ Այն ընդունվել է 1868-ին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, որպեսզի երաշխավորի նախկին ստրուկների քաղաքացիական իրավունքները եւ չեղարկի 1857 թվականի Դրեդ Սքոթ որոշումը։ Գերագույն դատարանն ուսումնասիրում է վարչական սահմանափակումների կիրառման իրավաչափությունը, ոչ թե անմիջապես հրամանագրի բովանդակությունը։ Քննարկվում է նաև արդյոք դատավորները կարող են համապետական արգելք կիրառել գործադիր հրամանագրերի վրա։ Այս լսումները Դաշնային դատարանի արտակարգ կարգով դիտարկվող բացառիկ դեպքերից են։ Վերջնական որոշումը այդուամենայնիվ սպասվում է հունիսի վերջ։
Սենատի հանրապետականները արգելափակել են դեմոկրատների մի բանաձև, որը պահանջում էր Թրամփի վարչակազմից ավելի մեծ թափանցիկություն Էլ Սալվադոր արտաքսումների վերաբերյալ։ Այսօր կայացած քվեարկության արդյունքում Սենատը ձայների 45 կողմ 50 դեմ հարաբերակցությամբ մերժել է առաջարկը, դուրս բերելով բանաձևը հանձնաժողովից։ Վիրջինիայի սենատոր Թիմ Քեյնը բանաձևի հիմնական հեղինակը ասել է. այս տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի այն պայմաններում, երբ Թրամփի վարչակազմը խոստովանում է, որ սխալմամբ արտաքսում է մարդկանց Էլ Սալվադոր։ Թրամփն ինքը նշել է, որ փնտրում է նաև ուղիներ նույնիսկ ամերիկացի քաղաքացիներին արտաքսելու դեպի այդ սարսափելի բանտեր։ Բանաձևն առաջարկում էր նաև բացահայտել Միացյալ Նահանգներից Էլ Սալվադոր փոխանցված ֆինանսական միջոցների մանրամասները եւ գնահատել այդ երկրի մարդու իրավունքների վիճակը։ Մերժված նախաձեռնությունն ընդգրկված էր արտաքին օգնության ակտի շրջանակում, որը թույլ է տալիս ցանկացած սենատորի հարցում ուղարկել օտարերկրյա պետություն մարդու իրավունքների վիճակի մասին։ Դեմոկրատները հայտարարել են, որ շարունակելու են նման բանաձևերի նախաձեռնությունները, մինչև չհասնեն արդյունքի։ Առողջապահական հսկա United Health Group-ը գտնվում է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության քրեական հետաքննության կենտրոնում Medicare պետական ապահովագրական ծրագրում հնարավոր խարդախության մեղադրանքով։ Այս մասին նա առաջինը հաղորդել է The Wall Street Journal-ը, վկայակոչելով գործին ծանոթ աղբյուրների։ Թեև աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ մեղադրանքի հարուցվել, հայտնի է, որ քրեական քննությունը սկսվել է առնվազն նախորդ ամռանից եւ տարվել է Արդարադատության նախարարության առողջապահական համապատասխան բաժնի կողմից։ Սա նոր հարված է Միացյալ Նահանգների խոշորագույն առողջապահական ապահովագրողներից մեկի United Health-ի համար։ Ընկերությունն արդեն իսկ բախվել էր մի շարք ճգնաժամերի, ներառյալ տեխնոլոգիական ստորաբաժանման վրա կատարված կիբերհարձակումը, ապահովագրական ստորաբաժանման ղեկավարի սպանությունը եւ առողջապահական ոլորտի նկատմամբ աճող հանրային դժգոհությունը։ Լուրն այն մասին, որ ընկերությունը կարող է ներգրաված լինել քրեական գործով, հայտարարվել է 1 օր այն բանից անց, երբ United Health-ի գործադիր տնօրեն Էնդրյու Ուիթին անսպասելիորեն հրաժարական է տվել։ Միևնույն ժամանակ ընկերությունը հրաժարվել է ներկայացնել 2025-ի ֆինանսական կանխատեսումները, հղում անելով բժշկական ծախսերի կտրուկ աճին։ Փետրվարին էլ Wall Street Journal-ը հայտնել էր քաղաքացիական խարդախության վերաբերյալ քննության մասին, կապված դարձյալ United Health-ի Medicare-ի հաշվետվությունների հետ։ Նույն ամսին Միացյալ Նահանգների սենատոր Չակ Գրեսլին սկսել էր առանձին քննություն ընկերության Medicare-ի վճարումներին առնչվող գործելավոճի վերաբերյալ։ Medicare-ը ԱՄՆ-ի պետական առողջապահական ապահովագրական ծրագիր է 65 տարեկանից բարձր կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ Միայն այս ամիս Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել 3 խոշոր ապահովագրական ընկերությունների դեմ, մեղադրելով $100 միլիոն արժողությամբ կաշառքների վճարման մեջ։ Ըստ մեղադրանքի ընկերությունները վճարել են ապահովագրական գործակալներին իրենց բուժառուներին ծրագրին միացնելու համար։ Wall Street Journal-ի հրապարակման հետևանքով United Health-ի բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է ապրել, հասնելով 4 տարվա նվազագույնի։ Ֆլորիդայի իշխանությունները մահապատժի են ենթարկել Գլեն Ռոջերսին, որը 1990-ականներին կասկածվում էր նաև O.J. Simpson-ի գործին հնարավոր առնչություն ունենալու մեջ եւ դատապարտվել էր մի շարք սպանությունների համար։ 62-ամյա Ռոջերսի գործով մահապատժի վճիռը կայացվել էր դեռևս 1997 թվականին 1995-ին Տամպայում տեղի ունեցած Տինա Մարի Քրիփսի սպանության համար։ Տասնամյակների դատական պայքարից հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրեց վերջապես Ռոջերսի մահապատժի որոշումը այս երեքշաբթի, դարձնելով այն այս տարվա 5-րդ մահապատիժը նահանգում։ Ռոջերսի բոլոր բողոքները մերժվել են վերջին 20 տարիների ընթացքում։ Վերջին փորձը եղել է 2021-ին, երբ նա պնդել էր, թե նոր բացահայտված մանկական սեռական բռնության զոհ է, ինչը երկար ժամանակ հոգեբանական ճնշման հետևանքով հիշողությունից ջնջվել էր։ Միացյալ Նահանգներում հերթական դահիճը գրավել է հանրային ուշադրությունը ոչ միայն իր սարսափելի հանցագործություններով, այլ նաև վերջին պահին արված հայտարարությամբ։ Կազանովա անունով մարդասպանը, որը հայտնի էր իր հմայքով եւ միաժամանակ դաժանությամբ, վերջին խոսքում ասել է. Նախագահ Թրամփ, շարունակի իր Ամերիկան հզորացնել, ես պատրաստ եմ։ Նրա այս հայտարարությունը սրահում շփոթմունք է առաջացրել։ Նա նաև ստացել էր միջպետական մարդասպան անունը, հաշվի առնելով, որ սպանությունները տեղի են ունեցել տարբեր նահանգներում՝ Կալիֆոռնիա, Միսիսիպի, Լուիզիանա եւ Ֆլորիդա։ Նախկինում Ռոջերսը պնդել էր, թե իբր ինքն է սպանել Նիկոլ Բրաուն Սիմփսոնին եւ Ռոն Գոլդմենին Լոս Անջելեսում 1994-ին, սակայն ոստիկանությունը այդ պնդումները հերքել են, նշելով, որ որևէ ապացույց չկա։ Ռոջերսը դարձավ Միացյալ Նահանգներում այս տարի մահապատժի ենթարկված 16-րդ անձը։
Կալիֆոռնիայի արևելյան Սիերա Լեռներում գտնվող Vermilion Valley Resort հանգստյան գոտու աշխատակիցները փակելով տարածքը ձմռան համար միշտ բաց են թողնում որոշ տնակների դռները, եթե պատահական զբոսաշրջիկի փրկության անհրաժեշտություն առաջանա։ Հենց դա էլ փրկել է 27-ամյա Թիֆանի Սլեյթոնի կյանքը Ջորջիայի բնակչուհու, որը գրեթե 3 շաբաթ անհետ կորած էր համարվում։ Հանգստյան գոտու սեփականատեր Քրիստոֆեր Գուտիերեսը վերադարձել էր տարածք գարնան բացմանը պատրաստվելու համար։ Նա նկատել է տնակներից մեկի դուռը բաց, իսկ դռան մոտ մի զույգ կոշիկ։ Հանկարծ մի երիտասարդ կին է դուրս եկել շեմին։ Նա լուր դուրս եկավ եւ պարզապես ինձ գրկեց։ Ոչ մի խոսք, միայն գրկախառնություն։ Դա շատ արտասովոր բայր ու ես հասկացա, որ դա հենց նա է, ասել է Գուտիերեսը։ Սլեյթոնին վերջին անգամ տեսել էին ապրիլի 20-ին լեռներով եւ ձյունապատ տարածքներով Հանթինգտոն Լեյքից մոտ 32 կիլոմետր հեռավորության վրա։ Շտապ օգնությունը Սլեյթոնին տեղափոխել է հիվանդանոց սովից եւ ջրազրկումից տուժած վիճակում, սակայն ընդհանուր առմամբ բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում։ Նախագահ Դոնալդ Թրամփը Դոհայում հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մի տեսակ պայմանավորվել են միջուկային գործարքի շուրջ, նշելով, որ համաձայնությունը մոտենում է հստակեցման փուլին։ Թրամփը Քաթարի մայրաքաղաքում կայացած գործարարների հետ կլոր սեղանի հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև ընթանում են շատ լուրջ բանակցություններ երկարատև խաղաղության հասնելու համար։ Նախագահը սակայն ողջ մերձավոր արևելքի այցի ընթացքում շեշտել է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողությունների ծրագիրը իր սեղանին է, եթե բանակցությունները խափանվեն։ Թրամփը նշել է, որ իր պահանջները պարզ են։ Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք։ Դա ընդամենը մեկ նախադասություն է։ Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք, ասել է նա։ Դոհայից մեկնելուց առաջ Թրամփը կանգ է առել Ալ-Ուդեյդ ռազմակայանում ԱՄՆ ռազմական ներկայության առանցքային կետում մերձավոր արևելքում։ Այն ծառայել է որպես հիմնական հենակետ Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների ընթացքում։ Այժմ այնտեղ տեղակայված է շուրջ 8000 ամերիկացի զինծառայող։ Դրանից հետո Թրամփը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ այցելել է Շեյխ Զայեդի մեծ մզկիթը, երկրի ամենախոշորը։ Ներս մուտք գործելիս նա հանել է կոշիկները, պահպանելով կրոնական ավանդույթները։ Երկրի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ընդունել է Թրամփին պետական այցի շրջանակում, շնորհելով նրան նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ամենաբարձր պետական պարգևը՝ Զայեդի շքանշանը։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։